Ավետարան ըստ Ղուկասի, առաջին գլուխ։ Քանի որ շատերը ձեռնարկեցին վերաշարադրել մեզանում իրականացած դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ով գերազանցդ Թեոփիլոս, որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր, Եղիսաբեթ անունով։ Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։ Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով, ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ, Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան, խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ։ Քո կինը Եղիսաբեթը որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյան, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած Սուրբ Հոգով կլցվի։ Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը, Աստծուն։ Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին արդարների իմաստությանը, Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպես վստահ լինեմ, քանի որ ծեր եմ և կինս էլ տարիքն առել է»։ Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ։ Ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ Եվ ահա համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։ Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային։ Զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել։ Եվ նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ Այդ օրերից հետո նրա կինը Եղիսաբեթը հղիացավ։ 5 ամիս նա թաքնվում էր և ասում. «Այս ինչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա, վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։ 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի, և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի, և Տերը, Աստված, նրան կտա նրա հոր Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպես կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը Հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի պիտի կոչվի։
Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը, նա ևս հղի է իր ծերության մեջ, և Սամուել կոչվածի հղիության 6-րդ ամիսն է, որովհետև Աստծու համար անկարելի բան չկա։ Այդժամ Մարիամն ասաց. Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Եվ երանի նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն։ Իսկ Մարիամն ասաց. Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ փրկիչ Աստծով, որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար։ Եվ նրա անունը սուրբ է, նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։ Նա իր բազկով զորություն գործադրեց, ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին, հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային, Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին, Աբրահամին և նրա սերնդին, Հավիտյան։ Ապա Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։ Եվ երբ 8-րդ օրը եկան մանկանը թլպատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։ Բայց մանկան մայրը պատասխանեց և ասաց. Ոչ, այլ Հովհաննես պետք է կոչվի։ Նրան ասացին. Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի։ Նշան արեցին նրա հորը, թե ինչ կկամենա նրան կոչել։ Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. դրա անունը Հովհաննես է, և ամենքը զարմացան, և իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն, խոսում էր և օրհնում Աստծուն։ Այս բանը լսողների և նրանց շուրջը բնակվողների մեջ ահ ընկավ, և Հրեաստանի ամբողջ լեռնակողմում պատմվում էին այս բոլոր բաները, և բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. Արդյոք ինչ պիտի դառնա այս մանուկը։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Զաքարիան նրա հայրը Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց. Օրհնյալ է Տերը, Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։ Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր հանեց, ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին։ Փրկություն մեր թշնամիներից և բոլոր մեծատողների ձեռքից, ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը։ Այն երդումը, որ արել էր մեր հորը Աբրահամին, որպեսզի թշնամիների ձեռքից փրկված կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ մեր կյանքի բոլոր օրերում։ Եվ դու, ով մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից, պատրաստելու նրա ճանապարհները, տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը, նրանց մեղքերի թողության համար մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի ծագելու նրանց վրա,
որոնք նստած են խավարի եւ մահվան ստվերների մեջ, ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները։ Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով, ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։